Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես Վահե Տերմինասյանն եմ եւ զրուցելու ենք բնականաբար առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է լուրջ հիվանդության, թոքերի քաղցկեղի մասին ենք այսօր զրուցելու միասին, փորձելու ենք հասկանալ ինչ նախանշաններ կարող են լինել, ինչ սկրինինգային, ինչ կանխարգելիչ միջոցներ կարելի է կիրառել եւ իհարկե ամենակարևորը բուժական ինչպիսի միջոցներ ունենք այսօր։ Դիտում ենք տեսանյութը, հետո հրավիրում ենք մասնագետին, որը ամեն ինչ գիտի այս թեմայի մասին։ 1870-ականների վերջին գերմանական Սաքսոնիայում մեկը մյուսի հետևից մահանում են հանքափորներ։ Մահվան այդ դեպքերը հետաքրքրում են գերմանացի հետազոտողներ Հարթինգին եւ Հեսեին։ Հենց նրանք են պատմության մեջ առաջին անգամ հիշատակում թոքի քաղցկեղից մահվան մասին։ Գիտնականները սկսում են հանքերի հարակից տարածքներում չափել օդում փոշու մոլեկուլների առկայությունը։ Շուտով նրանք հենց այդ տարածքում հայտնաբերում են ռադոն ռադիոակտիվ վտանգավոր տարրը, ինչն էլ հանքափորների թոքի քաղցկեղի առաջացման ու ի վերջո մահվան պատճառ էր դարձել։ Եթե տարիներ առաջ թոքի քաղցկեղը հազվադեպ հանդիպող տեսակ էր, ապա այսօր, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, տարեկան գրանցվում է թոքի քաղցկեղի 2.5 միլիոն նոր դեպք։ Թոքի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների շարքում ամենամահաբերն է։ Միայն 2020 թվականին թոքի քաղցկեղից աշխարհում մահացել է 1.8 միլիոն մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով թոքի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը շարունակում է մնալ ծխելը։ Միայն 2023-ին թոքի քաղցկեղի հաստատված դեպքերից 85%-ի առաջացումը պայմանավորված է եղել ծխախոտի չարաշահման հետ։ Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է, որ վերջին տարիներին ավելանում են թոքի քաղցկեղի հիվանդացության տոկոսները չծխող մարդկանց մոտ, ինչի գլխավոր պատճառը օդի աղտոտվածության բարձր մակարդակն է ամբողջ աշխարհում։ Միայն 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 դեպք։ Իսկ հիմա արդեն հրավիրենք մեր առաջին հյուրին, մեր հյուրը Էրեբունի բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Խանոյանն է, դիմավորենք։ Ողջույն, բժիշկ Խանոյան։ Եվ այսպես մենք խոսում ենք այսօր թոքի քաղցկեղի մասին, բավականին տհաճ հիվանդություն, որը չգիտես ինչու շատ է հանդիպում։ Ինչու է շատ հանդիպում թոքի քաղցկեղը։ Ինչու այն այդքան տարածված։ Դժբախտաբար դուք ճիշտ եք, թոքի քաղցկեղը տվյալ պահին ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ամենաշատ հանդիպող չարվորակ ուռուցքներից մեկն է։ 85-ից 90% դեպքերում թոքի քաղցկեղի առաջացման համար մեկ պատճառը դա ծխախոտն է, ծխելու տարածվածությունը։ Հենց հիմա կներեք ուզում եմ փոքրիկ այսպես հարցախույզ անենք, հարցը հետևյալն է, Հայաստանի համար նույնպես կա նման հետազոտություն կատարված, արդյոք միջինում ծխող հայ տղամարդը ձեր կարծիքով կրճատում է կյանքի տևողությունը 5 տարով։ Պատկերացնում եք 5 տարի, ավելի քիչ կապրի, եթե ծխում է։ Համաձայն եք այս մտքի հետ, թե ոչ, խնդրում եմ քվեարկեք, մենք շարունակենք զրույցը։ Ինչ խոսք առաջին հերթին պրոֆիլակտիկան, այլ ոչ թե մենք ուզում ենք վաղ փուլերում տեսնենք, մենք պրոֆիլակտիկան է ամենակարևորը, բայց դժբախտաբար հաշվի առնելով տարածվածությունը պետք է փորձել գտնել հիվանդությունը վաղ փուլերում։ Այդ տեսեք, ինձ թվում է բոլոր տեսակի ուռուցքները փուլեր ունեն, առաջինից 4-րդ փուլ։ Ինչ խոսք, երբ որ դու հայտնաբերում ես հիվանդությունը առաջի փուլում ու լուրջ բուժում ես 5 տարվա կտրվածքով ապրելիությունը 92-93% բավականին բարձր թիվ է։ Թոքի քաղցկեղի հետ կապված 100 հիվանդից 92-90, ինչու ենք ասում 5 տարի, որովհետև 5 տարի եթե չկրկնվեց, եթե չեղան մետաստազներ, մարդը համարվում է առողջացած։ Այսինքն առաջին փուլում հայտնաբերված դեպքերի պարագայում 92-93%-ը առողջանում են։ Միանշանակ առողջանում։ 4-րդ փուլում դժբախտաբար 4-րդ փուլում
5 տարվա կտրվածքով ապրելություն չունենք։ Այդ տեսեք երկրորդ, երրորդ փուլերից ոնց տարբերվեցին։ Այսինքն մեր հիմա նպատակը ինչու՞մ է կայանում։ Նպատակը կայանում է նրանով, որ չենք կարող խուսափել այդ հիվանդությունից, դժբախտաբար չենք կարող խուսափել։ Մեր էկոլոգիան է, մեր կերածն է, մեր շնչածն է, մեր կերած, մեր ապրածը, այդ ամեն ինչը իրականությունը դա է, բայց հիմա մեր ամբողջ նպատակը գտնել հիվանդությունը գոնե վաղ փուլերում, գոնե առաջի, երկրորդ փուլերում, որտեղ վիրահատական միջամտությունը մեծ շանս է հիվանդի համար վերացնել այս հիվանդությունը։ Մինչ անցնենք վիրահատական միջամտություններին, ես ուզում եմ դիտենք մեր հարցման պատասխանը, փորձենք հասկանալ 75%-ը կարծում էր, որ 5 տարով նվազեցնում է, 25%-ը չի հավատում։ Հիմա ես այդ 25%-ին ուզում եմ դիմել ու ասել, որ մենք ձեզ մի փոքր խաբեցինք, մի քիչ, որովհետև իրական թվերը այլ են։ Հայաստանի համար կատարված հետազոտությունները վկայում են նրա մասին, որ միջին ծխող հայ տղամարդը կրճատում է սեփական կյանքի տևողությունը միջինում 17 տարով։ 17 տարի, պատկերացրեք, ինչ հսկայական թիվ է, իսկ դուք անգամ 5-ին չեք հավատում։ Ես ձեզ առաջարկում եմ տեղափոխվենք այս հատված, որտեղ մենք ունենք թոքերի պատկեր, սա էլ ունենք ուռուցքային ախտահարում եւ փորձենք հասկանալ ինչ կարելի է անել վիրաբուժական միջամտություններով, ինչպիսի վիրաբուժական միջամտություն։ Ես գիտեմ, որ դուք շատ հիմա սիրում եք աշխատել փակ եղանակով, հատորակոսկոպիկ եւ սարսափելի է, մարդը իմանում է, որ իր մոտ թոքի քաղցկեղ է եւ միանգամից մտածում է, բա ոնց եմ շնչելու, ինչով եմ շնչելու, ինչն են հեռացնում, ինչն է պահպանվում։ Եթե մի քիչ գնանք պատմության գիրկը, երբ որ սկսել են թոքի քաղցկեղը բուժել, դա եղել է առաջի ժամանակներում վիրահատական միջամտություն։ Եվ հեռացվում էր ամբողջ թոքը, համարելով, որ թոքի հեռացվելով ամբողջ թոքը դու կարող ես հասնել բարձրագույն նպատակին առողջանալուն։ Դա այն ժամանակներն էր, երբ որ կոմպյուտերային տոմոգրաֆիա չունեինք, որը որ տվյալ պահին թոքի քաղցկեղի հայտնաբերման համար մեկ հետազոտությունն է համարվում, եւ մենք խոսեցինք նրա մասին, որ մեր նպատակն է հայտնաբերել թոքի քաղցկեղը վաղ փուլերում։ Վաղ փուլերում կարող ես հայտնաբերել փուճուր մինչև 1 սանտիմետր, 0.5 սանտիմետր, մինչև 2 սանտիմետր, որը բնականաբար թոք չես հեռացնում։ Բնականաբար թոք չես հեռացնում, որը մեզ թույլ է տալիս կատարել մինիմալ վիրահատություն, մինիմալ ծավալի վիրահատություն, որը որ մարդու ֆիզիոլոգիայի վրա, մարդու հետագա կյանքի վրա պրակտիկորեն որևէ ազդեցություն չի ունենում։ Այսինքն կարող է թոքի քաղցկեղով վիրահատված հիվանդը հետո սպորտով զբաղվել, ֆուտբոլ խաղալ, բասկետբոլ խաղալ, վազել։ Միանշանակ թոքի քաղցկեղով հիվանդը, երբ որ դու հայտնաբերում ես վաղ փուլում ու կատարում ես մինիմալ ծավալի վիրահատություն, մեր թոքերը կազմված են սեգմենտներից, սուբսեգմենտներից, սենց, այսինքն սա համարենք աջ թոքը, որը որ 3 բլթից է կախված, այսինքն վերին բլթում մի քանի սեգմենտներ կան, 3 սեգմենտներ կան, եթե դու հեռացնես այս սեգմենտը, միանշանակ թոքի ֆունկցիայի վրա դու պրակտիկորեն ազդեցություն չես ունենա։ Ինչ խոսք ազդեցություն, ինչ որ ժամանակ կունենա, եթե դու հեռացնես բիլթը։ Այդ ժամանակ մենք հեռացնում ենք դժբախտաբար, երբ որ ուռուցքը մի փոքր առաջի փուլուց անցնում է արդեն երկրորդ փուլ եւ այլն։ Այդ պարագայում մենք ուզած պետք է հեռացնենք ինչ խոսք ամբողջ բիլթը։ Ինչևից է ամբողջ բիլթն էլ հեռացնելուց հիվանդի որակականի վրա չենք ազդում։ Չենք ազդում, որովհետեւ բարեբախտաբար տեխնոլոգիաները առաջ են գնում, զարգանում եւ մենք ինքներս պետք է փորձենք համահունչ կերպով տեխնոլոգիաների հետ առաջ գնալ եւ այդ ամեն ինչը կատարվում է մինիմալ ինվազիվ մեթոդով։ Ժողովրդի լեզվով ասած փակ վիրաբուժության միջոցով։ Փակ վիրաբուժական, այսինքն փուճուրի կտրվածքներով հասնել
մեր նպատակին։ Անկեղծ ասած, ես հիշում եմ, երբ որ բաց ձևով էր արվում, կարող եք ինքներդ ձեր վրա փորձել շոշափել երկու կողերի արանքով կտրված։ Մեծ կտրված։ Կտրվածքը մեծ գնաց։ Հետո ոնց պետք է հասնել այդ կտրվածքով թոքերին, այսինքն դրվում էին հատուկ լայնիչներ, ծանր մետաղական, որոնցով բացում ես, բացելու ժամանակ բնականաբար կողաճառները կարող ես կող ջարդել, որը հետ վիրահատական շրջանում ցավ էր։ Մարդկանց ավելի շատ անհանգստացնում էր ցավը, քան ինքը բուն հիվանդությունը, որովհետև պատկերացրեք, հիմա ինքներդ ձեր վրա կարող եք շոշափել, ինչքան մոտ են կողերը, ու պատկերացրեք, եթե դու պետք է այդ կողերի արանքում դաշտ ստեղծես, որում կարողանաս աշխատել, ձեռքերդ մտնի այդ ամբողջ գործիքներդ, բնականաբար շատ դաժան պատկեր էր ստացվում։ Ու հիմա դուք առաջարկում եք փոքրիկ անցքերի միջոցով անել այդ նույն գործողությունը։ Մենք միանշանակ կատարել փոճուրիկ կտրվածքներով վիրահատություն, որը որ թույլ է տալիս ապաքինվել շատ ավելի արագ, ոչ միայն ապաքինվելուց միանշանակ հիվանդանոցային պայմաններում շատ ավելի քիչ, որը հիվանդի համար շատ կարևոր է լինել հիվանդանոցում, այդքան էլ ինչքան ուզում է հիվանդանոցը գեղեցիկ լինի, հիվանդանոցը գեղեցիկ հաճելի լինի, այնուամենայնիվ ցանկացած մարդ ուզում է տուն գնալ ավելի շուտ։ Եվ մենք այստեղ տեսնում ենք նաև մինիմալ ինվազիվ միջամտություններ, երբ սա արվում է շատ ավելի արագ, շատ ավելի հեշտ։ Սա այս հետազոտությունը Փառք Աստծո Էրեբունի հիվանդանոցը հիմա համալրված է պրակտիկորեն բոլոր հետազոտության սարքերով եւ բոլոր տեխնիկական բոլոր պայմանները կան կատարելու մինիմալ ինվազիվ վիրահատությունները, մինիմալ ինվազիվ հետազոտությունները եւ ամենակարևորը այս հիվանդությունը պետք է բուժել մուլտիդիսցիպլինար թիմով միանշանակ, որովհետեւ մեկ հոգով դժբախտաբար հասնել արդյունքի այս շատ մեծ պայքարում պրակտիկորեն դժվար է։ Այսինքն ձեզ միանում են քիմիոթերապևտները, ձեզ միանում են ճառագայթային թերապևտները, մեզ միանում են կլինիկական օնկոլոգները, մեզ միանում են ճառագայթաբանները։ Կան թոքի քաղցկեղի համար վաղ փուլում նախանշաններ։ Թե նախանշաններ չկան, պետք է տարին մեկ ընդհանրապես գնալ ստուգվելու։ Երբ որ խոսքը գնում է վաղ փուլերում հայտնաբերման համար, վաղ փուլերում, պրակտիկորեն հիվանդները ընդհանրապես գանգատ չեն նշում։ Որպես օրենք իրենք հայտնաբերում են պրոֆիլակտիկ հետազոտությունների ընթացքում։ Ամբողջ աշխարհում հասկացողություն կա սկրինինգային հասկացողությունը, դժբախտաբար մեր երկրում սկրինինգը դեռ չկա, բայց հուսով եմ մի որոշ ժամանակ հետո միգուցե դա էլ կլինի, սկրինինգային հետազոտության ժամանակ են հայտնաբերվում վաղ փուլերում։ Երբ որ հիվանդին ասում ես, գիտեք, ձեզ մոտ կա խնդիր ու դուք պետք է վիրահատվեք, հիվանդը ինքը ասում է ինձ ոչ իման չի անհանգստացնում, ոչ մի տեղը չի ցավում։ Լավ է։ Ես շատ լավ ախորժակ ունեմ, ես վազում եմ, ես չգիտեմ, տենիս եմ խաղում, ապրում եմ նորմալ կյանքով, բայց ասում եմ դուք խնդիր ունեք, որը որ եթե այսօր վազում ենք, այսօր ախորժակը մեր լավ է, վաղը չէ մյուս օր, երբ որ անցնի հիվանդությունը մյուս փուլ, միանշանակ կառաջանան գանգատներ։ Գանգատները որոնք են։ Հիմնականում հազ, արյունախխում։ Եթե հիվանդը ունենում է արյունախխում, միանշանակ դա պետքա լինի ահազանգ լուրջ հետազոտվելու։ Ոչ մի ռենտգեն հետազոտություն պրակտիկորեն չի ցույց տա այն ինչ որ պետք է ցույց տա։ Կա արյունախխում, միանշանակ արեք կոմպյուտերային տոմոգրաֆիա կոնտրաստով։ Դա ամենակարևոր պայմաններից մեկն է։ Ցավը ինքը շատ սպეციფიկ չի թոքի քաղցկեղին։ Ինչ ցավ կարող է լինել արդեն այն ժամանակ, երբ որ ուռուցքը անցնում է երկրորդ կամ երրորդ փուլ, եթե խոսքը գնում է վաղ փուլերի մասին, մենք չունենք սպეციფიկ որևէ բան։ Ամենակարևորը մարդիկ, եթե չկա սկրինինգ պետականորեն, փորձեն իրենց մասին մտածել, անելով կոմպյուտերային տոմոգրաֆիա տարին գոնե մեկ անգամ։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք փորձեցինք թվերով ձեզ ներկայացնել։ Մենք փորձեցինք ներկայացնել, որ ծխելն անշուշտ վտանգավոր է, վնասակար է եւ կարող է բերել թոքի քաղցկեղի։ Մենք ձեզ ներկայացրեցինք, որ թոքի քաղցկեղը ունի տարբեր փուլեր
Եվ եթե հայտնաբերվում է վաղ փուլերում, առաջին փուլում ձեր բուժվելու, ձեր լիարժեք բուժվելու հնարավորությունը 90%-ից բարձր է։ Չեն հեռացվի ձեր թոքերը, կհեռացվի ընդամենը մի փոքրիկ հատված, կարվի փոքր վիրահատություն, կարվի էնդոսկոպիկ միջամտություն, որից հետո դուք շատ արագ կհայտնվեք տանը, կվերականգնեք ձեր առողջությունը։ Ամենավատը եւ ձեզ համար, եւ մեզ համար, բժիշկներիս համար ամենածանրը, երբ բուժառուն գալիս է բարձի թողի վիճակում, ծանրացած, մետաստազներով, ու դու հասկանում ես, որ դու շատ դժվար ես կարողանալու այդ մարդուն օգնել։ Օգնեք մեզ, որ մենք կարողանանք օգնենք ձեզ։ Իմ հյուրը այսօր Էրեբունի բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Խանոյանն է, որը իրականում ես գիտեմ, ես տեսել եմ ինչպիսի հրաշալի վիրահատություններ է կատարում եւ գիտեմ, թե ինչքան շատ մարդկանց կյանք է փրկում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Թորակալ վիրաբույժ Սերգեյ Աբրահամյանը կատարում է միջնորմի ավշային հանգույցների էնդոբրոնխիալ ուլտրաձայնային հետազոտություն։ Ոչ վիրահատական այս միջամտությունը թոքի և միջնորմի ուռուցքների հետազոտության նորարար մեթոդ է։ Էնդոբրոնխիալ ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է Էրեբունի բժշկական կենտրոնի կրծքային կամ թորակալ վիրաբուժության բաժանմունքում։ Մոտ 1 տարի առաջ է կենտրոնի թոքային վիրաբուժության ծառայությունը արդիականացվել և վերանվանվել թորակալ վիրաբուժության բաժանմունքի, որի ղեկավարն Արմեն Խանոյանն է։ Կենտրոնի համար էնդոբրոնխիալ հետազոտական մեթոդը նորություն է։ Մինչ այս թոքի ուռուցքի տեսակի, փուլերի, մետաստազների հայտնաբերման համար բժիշկները ստիպված էին լինում գնալ ավելի երկար ու բարդ ճանապարհով, բաց վիրահատական միջամտության։ Հաշվի առնելով թոքի քաղցկեղի տարեցտարի ավելացող դեպքերը, հետազոտական այս նոր մեթոդի ներդրումը կարևոր քայլ է ոչ միայն բժշկական կենտրոնի, այլև հանրային առողջապահական համակարգի զարգացման տեսակետից։ Թորակալ վիրաբույժներն ի դեպ ներգրաված են նաև Էրեբունու բազմադիսցիպլինար թիմում Tumor Board-ում։ Tumor Board-ը գլխավորում է Էրեբունի բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայությունների գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը։ Ռադիոլոգներից մինչև օնկովիրաբույժներ և ճառագայթաբաններ, բազմապրոֆիլ մասնագիտական թիմը քննարկում, հասկանում և բուժման մեթոդ է առաջարկում հենց տվյալ դեպքի և տվյալ բուժառուի համար։ Այս ձևաչափով այսօր հնարավոր է զարգացնել ուռուցքաբանությունը մեծ երկրում և շարունակել կյանքեր փրկել։ Ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեծ շղթան ամբողջացավ անցած տարի, երբ մեր երկրում բացվեց ռադիոթերապիայի կենտրոն։ Որտեղ կարելի է անցնել անվտանգ բուժման ամբողջական ցիկլ, սկսած նախնական խորհրդատվությունից մինչև ճառագայթային թերապիաներ։ Շնորհիվ վաղ և ճշգրիտ ախտորոշման այսօր նաև Հայաստանում է հնարավոր կարճացնել քաղցկեղի հաղթահարման և բուժման ճանապարհը։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգիկաթից, կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ և առողջություն։ Շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է մեր եթերում և մենք այսօր խոսում ենք երեխաների մասին, երեխաներին ինչպես օգնել տարբեր հիվանդությունների, տարբեր ցավերի դեպքում։ Մենք այս թեմայի շուրջ այսօր խոսելու ենք Գայանե Հովհաննիսյանի հետ, դիմավոր ենք։ Բարև ձեզ։ Երեխան հիվանդացավ։ Նկատեցինք, ջերմություն ունի, հազ ունի, ինչ որ ցավեր ունի։ Հակաբիոտիկները տվեցինք,
շատ արագ ամեն ինչ անցավ։ Չէ, եկեք հասկանանք, թե հակաբիոտիկները կիրառելու ինչ ցուցումներ ունեն։ Ձեր նկարագրած դեպքում ավելի վիրուսային պատկեր եք նկարագրում, որի համար անտիբիոտիկները հակացուցված են։ Ես վախենում եմ, որ վիրուսային ինֆեկցիային չբուժելու դեպքում կմիանա հետո բակտերիալ ինֆեկցիան, ես կուշացնեմ, երեխայիս մոտ կզարգանա ականջաբորբ, երեխայիս մոտ կզարգանա թոքաբորբ, եւ արդեն ծանր վիճակում դուք նոր նրան կնշանակեք հակաբիոտիկներ։ Նույնիսկ անտիբիոտիկ խմող երեխայի մոտ, եթե միանում է երկրորդային բակտերիալ ինֆեկցիա, առաջանալու է եւ թոքաբորբը եւ օտիտը։ Հետեւաբար, ինֆեկցիոն process-ի ժամանակ, վիրուսային ինֆեկցիաների ժամանակ հակաբիոտիկների նշանակումը անհիմն է եւ մեծ ոչ մի օգուտ չի տա։ Բացի դրանից, որ օգուտ չենք տեսնելու, մենք տեսնելու ենք նաեւ հակաբիոտիկի կողմնակի էֆեկտները։ Բայց ժամանակին այդպես չէր։ Ժամանակին շատ արագ նշանակում էին։ Սրանից 10 տարի առաջ, 20 տարի առաջ հենց ինչ որ մի խնդիր առաջանում էր, անմիջապես նույն մանկաբույժները նշանակում էին հակաբիոտիկներ։ Ինչու փոխեցիք ձեր մոտեցումները։ Ի շնորհիվ նախկինում նշանակված հակաբիոտիկներ, մենք այժմ խնդիր ունենք հակաբիոտիկների ռեզիստենտականության կամ կայունության հետ, որը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ գլոբալ աշխարհում եւ առողջապահական խնդիր է դա լուրջ, երբ որ ոչ տեղին, կարճատև, ծնողի ցանկությամբ ոչ գրագետ նշանակված անտիբիոտիկների նկատմամբ առաջանում է կայունություն եւ արդեն անհրաժեշտության դեպքում, երբ որ նշանակում է հակաբիոտիկի նկատմամբ ունենում են կայունություն։ Իրականում այո, հարգելի հեռուստադիտողներ, հակաբիոտիկների կիրառումը անվերահսկելի, չհիմնավորված կիրառումը շատ վատ բաների է բերել եւ արդեն ես որպես մեծահասակների բժիշկ դա տեսնում եմ ամեն օր։ Երբ մենք ունենում ենք խնդիրներ, մենք ունենում ենք ինֆեկցիոն խնդիրներ, երբ մեզ պետք է կիրառել հակաբիոտիկներ, մենք այսպիսի ցանքս ենք նշանակում եւ մեզ պատասխանը գալիս է, որ ձեր հիվանդի համար զգայուն հակաբիոտիկներ չկա։ Ու մենք չգիտենք ինչ անենք, որովհետև ինֆեկցիան ունենք, թարախային process ունենք, բայց զգայունություն չկա, ասում են, մեզ լաբորատորիան ասում է, ինչ էլ տակ մեկը չի ազդելու, կամ եթե ազդել շատ թույլ է ազդելու, որովհետև մանկական տարիքում հիմնավորված, չհիմնավորված երեխաներին տվել են հակաբիոտիկներ։ Լավ, բայց այնուամենայնիվ ինչքան էլ ուզում եմ մենք խոսենք չհիմնավորվածի, մենք շատ դեպքերում ունենք հիմնավորում եւ այո, դուք մանկական պրակտիկայում երեխաներին հաճախ նշանակում եք հակաբիոտիկ, ոնց ենք որոշում այդ սահմանը երբ ենք գտնում, որ պահից սկսած անցնենք հակաբիոտիկների։ Սահմանը բավականին նուրբ է, խնդրահարույց է եւ հմուտ բժիշկի օգնությամբ կարելի է հասկանալ, թե որ этаպում գրած վիրուսային ինֆեկցիայից հետո, երբ որ արդեն միացել է բակտերիալ ինֆեկցիան, որ этаպում ճիշտ է նշանակել հակաբիոտիկը եւ որ этаպում դեռ ժամանակ ունենք սպասելու։ Ինչքան հաճախ եք դուք ունենում, այսպես ասենք, կոնֆլիկտային իրավիճակ ծնողների հետ։ Երբ ծնողը ասում է, երեխաս հիվանդ է, բժշկուի խնդրում եմ, մի հատ հակաբիոտիկ նշանակեք, իսկ դուք նրանց համոզում եք, ասում եք, չէ, խնդրում եմ, ինձ մի ստիպեք, որովհետև չեմ նշանակելու, որովհետև ձեր երեխային ցուցված չի, որովհետև այստեղ վիրուսային ինֆեկցիա է, վիրուս է։ Իսկ դուք ուզում եք հակաբիոտիկ, իսկ հակաբիոտիկը ոչ թե վիրուսի վրա է ազդում, հակաբիոտիկը ազդում է բակտերիայի վրա։ Բակտերիալ ինֆեկցիա չունենք։ Գիտեք, ներկայումս ծնողները բավականին գրագետ են եւ լսող։ Եվ երբ որ ծնողին մենք շատ մանրամասն բացատրում ենք, թե որ դեպքում կարող ենք նշանակել հակաբիոտիկ, որ դեպքում է դա ցուցված եւ ինչպեսի բացասական արդյունքներ կունենանք ոչ ճիշտ, սխալ նշանակումների դեպքում, ծնողը լսում է եւ հաջորդ անգամ, հաջորդ այցի ժամանակ այլևս հակաբիոտիկ չի պահանջում։ Իսկ եթե ստացվեց հակառակը, չնշանակեցինք, վիրուսային ինֆեկցիան խորացավ, միացավ բակտերիալ ինֆեկցիան եւ դուք, չգիտեմ, 3 կամ 4 կամ 5 օր հետո ասում եք, այ չէ, այ հիմա արդեն պետք է հակաբակտերիալ միջոցներ կիրառել, հակաբիոտիկներ կիրառել, չի լինում, որ ասում են, հա բայց մենք ձեզ ասում էինք, չէ։ Գոյություն ունեն հստակ ցուցումներ եւ մենք փորձում ենք պահել հստակ ցուցումներ եւ չգնալ ոչ մի տեսակի ընդառաջումների, մեծահասակների, փոքրահասակների համար ինչ որ տարբերություններ կան, ինչ որ հակաբիոտիկների խմբեր կան, որոնք որ մեծահասակներին կարելի են, երեխաներին չեն կարելի։ Ունենք այդպիսի տարանջատում, թե ոչ։ Բայց արտահիվանդանոցային պայմաններում
Շատ լավ ազդում են ամոքսացիլինի շարքի հակաբիոտիկները, Ամենաշատ դրանք են։ Այո, երեխաների շրջանում ամենահաճախն ենք նշանակում եւ դեռևս լավ արդյունք տեսնում ենք։ Կա տարբերակ, որ ժամանակ առ ժամանակ երկրում հակաբիոտիկները պետք է փոխվեն, որ օրինակ, տեսեք, դուք ասում եք ամոքսացիլինի շարքի հակաբիոտիկները այսօր զգայուն են մեծամասամբ, օրինակ անցնի 4-5 տարի ու պարզվի, որ Հայաստանում հանդիպող ինֆեկցիաների ժամանակ ամոքսացիլինի շարքի հակաբիոտիկները չեն աշխատում։ Մեզ պետք է այլ շարքի հակաբիոտիկներ։ Դրան կնպաստենք մենք բժիշկներս, եթե շատ նշանակելով։ Այո, եթե շատ նշանակենք եւ ունենանք խելացի բակտերիաներ, ովքեր իրենք կմշակեն համապատասխան մեխանիզմներ եւ կշրջանցեն մեր նշանակված անտիբիոտիկների էֆեկտները։ Իսկ դա վաղ թե ուշ լինելու է։ Այո, Վաղ թե ուշ լինելու է, հարգելի հեռուստադիտողներ, բակտերիաները դրանք շատ խորամանկ, այսպես փոքրիկ էակներ են, որոնք սովորելու են մեր ցանկացած դեղին։ Իրենք էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել բոլոր հատկանիշները, շրջանցելու են եւ մենք ստիված փոխելու ենք։ Մենք ստեղծելու ենք նոր դեղամիջոցներ։ Իրենք ավելի են ամրանալու, մենք ավելի ուժեղ, իրենք ավելի, այսպես այս պայքարը լինելու է միշտ։ Եղիր առողջ, իմացիր ինչ անել օրգանիզմին հնարավորինս քիչ վնասելու համար, որպեսզի ձեր երեխան հետագայում մեծ հասակում չունենա խնդիր հակաբիոտիկների հետ։ Գայանե Հովհաննիսյանի հետ էինք զրուցում, շնորհակալություն։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, արդեն սնվենք հաճույքով, մնանք առողջ հատվածն է մեր եթերում, իսկ իմ հյուրը ԵՊԲ հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Մկրտչյանն է, ողջույն բժիշկ Մկրտչյան։ Մեր երկրորդ հյուրը այսօր կաթնաշորն է։ Փորձում ենք խոսել կաթնաշորի մասին, մենք տնկ ունենք կաթնամթերք, դեպ ասեմ, որ մեր ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը, առողջ անարատ եւ 100% բնական կաթնամթերքով, որի մեջ կա նաև կատնաշոր։ Կատնաշորի հանդեպ շատ հակասական է վերաբերմունքը, ամենայն դեպս մեր հասարակության մոտ մի մասը ասում է կատնաշորից լավ սննդամթերք չկա, կատնամթերք չկա, մի մասը ասում է դե լավ կատնաշորը մեր ինչին է պետք, կա թթվասեր, կա պանիր, կա կաթ, կատնաշորն ինչ են կանում։ Եկեք երկու բառով փորձենք հասկանալ վերջապես ինչ է իրենց ներկայացնում կատնաշորը։ Կատնաշորը հերթական կատնաթթվային ֆերմենտացված կատնամթերքն է, որը ունի, այո, ինչպես ճիշտ նշեցիք, Վայրան, իր դրական եւ բացասական կողմերը, բայց ես իրեն ազնվորեն շատ սիրում եմ։ Չէ, եկեք սուբյեկտիվ կողմը թողնենք մի կողմ։ Կատնաշորը թարմ կաթից պատրաստված մթերք է, շատ վաղուց պատրաստում են կատնաշոր, պատահական ստացվել է կատնաշորը, ֆերմենտացվելուց հետո շատ ընդունված է սլավոնական երկրներում, կատնաշոր տեսականորեն նաև օգտագործում են, ինչու՞ չէ, սկանդինավյան երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա այդ cottage cheese կոչվածը, որ շատ մոտ է կատնաշորին, տարբեր երկրներում, հա, եւ նաև Հայաստանում կա կատնաշորը մի քանի յուղանությամբ կարող է լինել, ճարպի տարբեր պարունակությամբ, ամբողջ աշխարհում ես որ նայում եմ, գրված է սովորական կատնաշոր եւ յուղազրկված կատնաշոր, սովորականը 4-4.5%-ն է եւ յուղազրկված 0.5-ից ներքև, եթե ինչ-որ մի բանի մեջ ցանկացած բանի մեջ 0.5%-ից պակաս ճարպ է պարունակվում, ինքը համարվում է յուղազրկված, ճարպազրկված։ Մեր մոտ կա 9%-անոց, կա 4.5%-անոց։ 9? Այո, նույնիսկ 10%-անոց եւ որոշ դեպքերում, որոշ երկրներում կա նաեւ, այո, ավելի բարձր յուղանությամբ կատնաշոր, 15-ից ավել։ Ես իհարկե խորհուրդ կտայի 4-4.5%-ից չանցնել, երբ որ 4-4.5% է յուղանությունը, ճարպ սպիտակուց փոխհարաբերությունը իդեալական է յուրացման համար, թե ճարպերի, թե սպիտակուցների։ Գումարած նաև երբ որ ֆերմենտատիվ գործընթացներ են գնում, սպիտակուցը դենատուրացում է, ինչ որ տրոհվում է ավելի եւ շատ ավելի հեշտությամբ յուրացվում է, քան օրինակ թարմ կաթից, կալցիումը բավականին լավ յուրացվում է, այնտեղ կա նաև ցինկ, բետա-2 եւ այլն։ Ես այնուամենայնիվ ուզում եմ հասկանալ, եթե մենք համեմատում ենք 10%-անոցը եւ 4.5, միանշանակ 4.5 է։ Իսկ եթե համեմատում ենք 4.5-ը եւ 0.5-ը, նայեք, սա այստեղ արդեն այնտեղ տարբեր հագեցած ճարպերի խնդիր կա։ Այո, եթե ես ունեմ հավելյալ քաշ, եթե ես ունեմ դիսլիպոպրոտեին, նու 4.5-ը լրիվ նորմալ է։ Այսինքն դուք կնախընտրեք 4.5-ը կամ 0.5-ը։ Որտեղ օրինակ կաթի պարակայում ես կնախընտրեմ հաստատ 0.5-ը։ Նայեք, կաթի ծավալները, որ մենք օգտագործում ենք, ավելի շատ է։
Եթե ես օգտագործում եմ 70-80 գրամ կատնաշոր, բայց կաթ 1 բաժակ 250 մլ է։ Եվ եթե այնտեղ 3.5% անոց է եւ այնտեղ 0.5, մենք մոտավորապես նույն քանակությամբ ճարպ ենք ստանալու։ Այսինքն իդեալականը գալիս է ձեր կարծիքով 4.5 տան։ Բայց կատնաշորը նաեւ իր ոնց որ մութ կողմը ունի, կատնաշորը բավականին բարդ է պահպանման տեսակետից։ Շատ ավելի հաճախ մենք ունենում ենք սննդային թունավորումներ կատնաշորից։ Կատնաշորը իդեալական է ոչ միայն մեր համար, այլ նաև բակտերիաների եւ տարբեր սնկերի համար։ Եվ մենք պիտի ուշադրություն դարձնենք ոչ միայն պահպանման ժամկետներին, այլ նաև պահպանման պայմաններին։ Ցավոք սրտի շատ հաճախ կարող եմ ես հասկանալ խանութում սառնարանի մեջ դրած է։ Խանութը մեկ այլ հարց է, բայց մենք շատ հաճախ գալիս ենք խանութից տուն, դնում ենք խոհանոցում մեր տոպրակը եւ հետո մոռանում ենք։ 2 ժամ հետո նոր տեղավորում ենք սառնարանում։ Կատնամթերքը, ինչպես եւ մսամթերքը, արագ փչացող մթերք է եւ 1 ժամից ավել սենյակային ջերմաշրջանում պահել պետք չի։ Եթե պահել ենք 1 ժամից ավել, այլևս պահպանման ժամկետին նայելը տրամաբանական չի։ Անկամ եթե այն փակ է, նույնիսկ եթե դա փակ է, որտեղ սենյակային ջերմաշրջանում պետք չի իրեն պահել։ Եվ հետո մենք բացում ենք ու պահպանման ժամկետն նայում ենք, դա մի շաբաթ գրած է, բայց եթե ես արդեն բացել եմ, արդեն պահպանման ժամկետը 24 ժամվա ընթացքում պետք է օգտագործենք, հա, ոչ թե մինչև պահպանման տեսական ժամկետի ավարտը։ Եվ դրա համար, օրինակ ասենք երեխաներին, ես միշտ ասում եմ, ջերմային մշակման ենթարկեք նոր տվեք։ Այսինքն ջեռոկներ, չգիտեմ ինչ-որ ջեռոցում պատրաստված կատնաշորային ինչ-որ բաներ, բայց ոչ թարմ այդ կատնաշորը, որը մանավանդ եթե հերմետիկ փակ տուփով չեք գնել։ Բայց դա մյուս հարցներ արդյոք ջերմային մշակման ենթարկված կատնաշորը պահպանում է իր դրական հատկությունները։ Այո, միանշանակ, որտեղ այնտեղ մենք շատ երկար ժամանակ չենք պատրաստում, ջերմային մշակման չենք ենթարկում, սպիտակուցի առումով ոչ մի խնդիր չկա, վիտամինների մեծ մասի առումով ոչ մի խնդիր չկա։ Ռուսական կամ արևելաեվրոպական խոհանոցում բլիթները կատնաշորով շատ ընդունված են։ Եվ ջեռոցում կարելի է դնել արտակարգ համեղ մի փոքր ալյուրով, չգիտեմ, ձվով եւ այն ջեռեփուկներ։ Շաքար Շաքար կարելի է շատ քիչ օգտագործել կամ մի փոքր մեղր ավելացնել։ Շաքարը մեր թշնամին չի, շաքարի հավելյալ քանակներն են մեր թշնամին։ Պետք չի դեմոնիզացնել որևէ մի մթերք։ Չափի մեջ։ Այո։ Տնային պայմաններում հնարավոր է արդյոք պատրաստել կատնաշոր։ Այո, հնարավոր է եւ պատրաստում։ Եւ այդ ինչ որ պատրաստվում է տնային պայմաններում, արդյոք դա իսկական կատնաշորն է։ Նայեք, երբ որ մենք ուղղակի եթե համեմատենք, չէ, նայեք, եթե մենք ուղղակի վերցնում ենք կիտրոնաթթվով, չգիտեմ, կիտրոնով կամ ինչ-որ մի բանով կտրում ենք կաթը հայերեն ասած, դա կատնաշոր չի իրականում, որտեղ այնտեղ ֆերմենտացիա չի գնացել։ Ֆերմենտացիայի դեպքում պիտի մենք ունենանք լակտոզի փոխարինում կատնաթթվով, որն էլ հետո շարունակի process-ը։ Մենք այդ դեպքում ուղղակի սպիտակուցների դենատուրացիա է գնում, այդ կտրումը։ Կոպիտ ասած, այն կտրած կաթը, դա կատնաշորը չի։ Կտրած կաթը որևէ օգտակար հատկություն ունի։ Այո, ինչ չէ, նույն սպիտակուցները այնտեղ էլ կա, նույն վիտամինները այնտեղ էլ կա։ Այնտեղ դենատուրացիա չգնաց այդ սպիտակուցների։ Թող մնա, թող երկրորդային, երրորդային, չորրորդային կապերը քայքավեն, շատ ավելի լավ, շատ ավելի հեշտ է յուրացնել։ Խնդիր չի։ Չեմ կարծում, բայց պետք է թարմ օգտագործել։ Կտրեցինք, կերանք, ոչ թե կտրենք, դնենք սառնարանում, հետո մի քանի օր երեխային ամենառավոտ տանկ նախաճաշ դպրոց գնալուց առաջ առողջ։ Միանշանակ չստացվեց։ Հարգելի հեռուստատողներ, մենք փորձում էինք այսօր բացահայտել, թե ինչ է իրենց ներկայացնում կատնաշորը, փորձեցինք ցույց տալ, բացատրել յուղայնությունը, պահպանման ժամկետները, պայմանները, տնային պայմաններում կարելի է թե չի կարելի, հիշեցնեմ իմ հյուրը Արմեն Մկրտչյանն էր, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք գորտնուկների մասին։ Գորտնուկները մաշկի բարորակ նորագոյացություններ են, որոնք առաջանում են մարդու պապիլոմա վիրուսի առկայության հետևանքով։ Նշեմ նաև, որ այն գորտնուկները, որոնք տափակ գորտնուկներ են համարվում, հիմնականում առաջանում են դեմքի մաշկի հատվածում եւ մեր հաճախորդները մտածում են դրանք պիգմենտային բծեր են, իհարկե հետո ախտորոշում ենք եւ տեսնում ենք, որ տափակ գորտնուկներ են։ Եթե ունենք տափակ գորտնուկներ, ապա տափակ գորտնուկները հեռացնում ենք լազերային միջոցով։ Եթե ունենք մաշկի մակերեսից ավելի բարձր գորտնուկներ, կարող ենք հեռացնել եւ լազերի օգնությամբ եւ կարող ենք հեռացնել կոագուլյատորի օգնությամբ։ Այս լազերը այլևս թույլ չի տալի, որ մաշկի վրա առաջանան որևիցե բծեր եւ սպիներ։
Շատ հաճախ մարդիկ հարցնում են տնային պայմաններում կարելի է բուժել գորտնուկները։ Իհարկե տնային պայմաններում գորտնուկների միակ բուժման տարբերակը դա իմունիտետի բարձրացումն է, որտեղ եթե մենք օրգանիզմում ունենանք իմունիտետի բարձրացում, արդեն գորտնուկները կսկսեն հետ նահանջել։ Իսկ մնացած բոլոր դեպքերում տնային որևիցե բուժում չենք առաջարկում։ Եղել են շատ դեպքեր, եւ որ տնային բուժումներից հետո արդեն սկսել են բորբոքային process առաջացած այդ գորտնուկները բերել եւ ավելի դժվարանում ենք բուժում այդ դեպքում, իհարկե բուժում ամեն դեպքում կազմակերպվում է, բայց ավելի բարդացած է լինում։ Եթե հաճախորդի մոտ տեսնում ենք 5 կամ ավելի գորտնուկներ եւ տեսնում ենք չափի մեծացում, ապա այդ ժամանակ նշանակվում է համապատասխան հակավիրուսային բուժում, որից հետո անմիջապես կատարվում է հեռացում հետագայում ավելի մեծ ու ավելի շատ տարածքով գորտնուկներից խուսափելու համար։ Շնորհակալություն, որ մինչև վերջ մնացիք մեզ հետ, հուսով եմ, որ ձեր այսօր ստացած գիտելիքները անպայման ձեզ պետք կգան։ Գուցե ձեր, գուցե ինչ-որ մեկի առողջությունն ու կյանքը փրկելու համար։ Հիշեցնեմ, որ մեր ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը, առողջ անարատ եւ 100% բնական կաթնամթերքով, եւ հիշեք ամենակարևորը, որ մեր ամբողջ թիմը աշխատում է, որ դուք լինեք առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։